Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 24։ Եվ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն։ Երկրորդ Օրինաց 33-րդ գլուխ 27-րդ խոսք։ Գլխավոր թշնամին Սատանան ի սկզբանե ստախոս է, բայց նա այնքան համոզիչ է, որ ինչպես Մար Եվային, այնպես էլ մեզ ստիպում է հավատալ նրան, սակայն մեր փորձը ապացուցում է, որ նա ստախոս է։ Նա ասում է, որ մենք կընկնենք անարգանքի մեջ, կխայտառակենք մեր կոչումը և կկորչենք որպես հավատուրացներ, բայց մենք վստահելով Տեր Հիսուսին կշարունակենք մեր ճանապարհը և կապացուցենք, որ Տեր Հիսուսը չի կորցնում ոչ մեկին, ում հայրն է տվել իրեն։ Նա մեզ ասում է, որ մենք կսպառենք հացը և սովամահ կլինենք մեր երեխաների հետ, բայց նա, ով կերակրում է ագռավներին, դեռ չի մոռացել մեզ և երբեք էլ չի մոռանա, այլ սեղան կպատրաստի մեզ համար մեր թշնամիների դիմաց։ Նա շշնջում է, որ Տերը չի ազատի մեզ հեռվում սպասվող փորձությունից և սպառնում է, որ դա հենց այն վերջին գրամն է, որ պիտի կոտրի ուխտի մեջքը։ Տերը երբեք չի լքել մեզ և չի էլ լքի։ Թող ինքն իրեն ազատի, գոռում է կեղծ դևը, բայց Տերը լռեցնում է նրան մեզ օգնության հասնելով։ Նա հրճվելով հիշեցնում է մեզ, որ մահը իբրև թե պիտի հաղթի մեզ, փսփսալով, թե ինչպես եք հաղթահարելու, երբ Հորդանանը վարարի, բայց նույնիսկ այդ դեպքում է նա ապացուցում, որ ստախոս է։ Մենք անցնում ենք գետը, սաղմոսերքելով և փառաբանելով Տիրոջը։